Եվ այսպես հարգելի բարեկամներ, հրատապ տեղեկատվություն, քիչ առաջ խոշոր եւ սարսափելի ավիավթարը տեղի ունեցել Հնդկաստանում։ Air India ավիաընկերության 171 չվերթը, որը Հնդկաստանի Ահմադաբադ քաղաքից պետք է մեկներ Լոնդոն, թռիչքից ընդամենը 30 վայրկյան անց, թերևս անհասկանալի պատճառով կորցրել է քարշի ուժը եւ կործանվել։ Օդանավը լիցքավորված էր եղել մոտ 60,000 լիտր ավիավառելիքով 9 ժամյա թռիչքի համար։ Ինքնաթիռում եղել են 242 հոգի, 230 ուղևոր եւ 12 անձնակազմի անդամներ։ Ըստ նախնական տեղեկությունների փրկվել է ընդամենը 1 հոգի։ Ուղևորներից 169-ը եղել են Հնդկաստանի քաղաքացիներ, 53-ը Մեծ Բրիտանիայի, 7-ը Պորտուգալիայի եւ 1-ը Կանադայի։ Վթարը տեղի ունեցել տեղական ժամանակով ժամը 13:40-ի սահմաններում։ Օդանավը դուրս է եկել Ահմեդաբադի օդանավակայանից եւ ընդամենը 30 վայրկյան անց սկսել է կորցնել բարձրությունը։ Ինքնաթիռն ընկել է խիտ բնակեցված մեխանինագար թաղամասում, բժշկական քոլեջի տարածքում։ Զոհվել են նաեւ 4 տասնյակից ավել մարդ գետնի վրա։ Այժմ ընդհանուր զոհերի թիվը հասնում է մոտ 300-ի։ Որոշ ականատեսների խոսքով օդանավը պարզապես չէր կարողանում բարձրություն հավաքել։ Գոյություն ունի հիմնական մի քանի վարկածներ, դրանցից առաջինը օդաչուի սխալն է, երկրորդը ինքնաթիռի տեխնիկական համակարգի սխալը եւ երրորդը եղանակային պայմանները, բայց դեռ ոչինչ հայտնի չէ։ Դեպքի վայրում անմիջապես սկսվել են որոնողափրկարարական աշխատանքներ, գործողություններին ներգրավել են ավելի քան 300 հրշեջներ, բժիշկներ եւ ոստիկանության զորքեր։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտնել է իր խորին ցավակցությունը զոհվածների ընտանիքներին։ Մամուլի ասուլիսում նա հայտարարել է. «Սա ազգային ողբերգություն է եւ պետությունը պատասխանատու է ամբողջ ճշմարտությունը բացահայտելու համար»։ Հնդկաստանում հայտարարվել է ազգային սուգ։ Վերանայվելու են նաեւ անվտանգության ստուգման բոլոր ընթացակարգերը։ Դեպքի քննությանը միացել են նաև միջազգային փորձագետներ Մեծ Բրիտանիայից, Միացյալ Նահանգներից, ինչպես նաև Boeing ընկերության ավիացիոն հետաքննիչները րոպե շուտ պարզելու աղետի պատճառը։ Կործանված օդանավը Boeing 787-8 Dreamliner է։ Սա Boeing ընկերության ամենաապահով եւ վստահելի մոդելներից մեկն է։ Այն արդեն հասցրել էր գրանցել մի քանի անվտանգության ռեկորդներ։ Սա այս մոդելի առաջին մահաբեր վթարն է ողջ իր պատմության մեջ։ Ըստ նախնական տեղեկությունների, վերջին վայրկյաններին օդաչուները հասցրել են ահազանգել եւ տեղեկացնել կատարվածը ավիադիսպեչերին, սակայն ավիադիսպեչերը այդ պահին կարող էր միայն հետևել, ուրիշ ոչինչ։ Օդաչուներին պարզապես չի բավականացրել ժամանակը հասկանալու համար, թե ինչ է կատարվում։ Շուրջ բոլորը եղել են խիտ բնակեցված թաղամասեր։ Պարզապես չի եղել հարմար տեղ վայրեջք կատարելու։ Թռիչքի վերլուծության տվյալները ցույց են տալիս, որ օդանավը կարողացել է օդ բարձրանալ ընդամենը 190 մետր, այնուհետև սկսել է արագ իջնել։ Այս ամենի տևողությունը ընդամենը եղել է 58 վայրկյան։ Օդաչուները եղել են բավական փորձառու։ Երկուսն էլ պատշաճ վերապատրաստվել են Boeing 787 Dreamliner մոդելի վրա, սակայն այդ պահին նրանք գործնականում չունեին ոչ մի հնարավորություն իրավիճակը շտկելու։ Վթարը տեղի ունեցավ վայրկյանների ընթացքում, նրանք միայն հասցրեցին արձանագրել խնդիրն ու փոխանցել կարճ ազդանշան։ Ցավոք ոչ մի մանևրի կամ արտակարգ որոշման ժամանակ չկար։ Արդեն հայտնաբերվել են օդանավի 2 սևառքերը, դրանք վնասված չեն եւ ուղարկվել են լաբորատոր փորձաքննության։ Եթե պարզվի, որ վթարը տեղի է ունեցել ինքնաթիռի տեխնիկական սխալի պատճառով, ապա դա լուրջ ազդեցություն կունենա տվյալ մոդելի հեղինակության վրա, իսկ ընկերությունը պետք է կրի վթարի ամբողջ պատասխանատվությունը։